Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան, մի հատվածին ես իհարկե կանրադառնամ ձեր հարցերի վերջին կտորին, կխնդրեմ պարոն Հակոբյանը ավելի շատ հանձնաժողովի տիրույթում է մեր գործընկերը ներկայացնի տեսակետը։ Իմ կարծիքով հնդածս ձեր խոսքում դուք ձեր առաջին հարցի պատասխանը տվեցիք։ Իհարկե ոչ, դեռևս հավասար պայմաններ բոլոր խաղացողների համար այս փաթեթով չի ապահովում, սակայն, որը ոչ պակաս կարևոր է, առնվազն եթերի պատշաճ բովանդակության ապահովման տեսանկյունից այն ամբողջ 9-րդ հոդվածը, որ ես ընթերցեցի, սա վերաբերում էր ամբողջ դաշտին, այսինքն նաև ցանցային օպերատորների կողմից հեռարձակվող հեռուստածրագրերի կամ հաղորդումների համար այդ պահանջները պարտադիր են լինելու, այսինքն առաջին անգամ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը իբրև կարգավորող մարմին ունենալու է իրավական հենք դրան հղում կատարելով պահանջելու համապատասխան որակի հաղորդումների հեռարձակում ոչ միայն այլևս ոչ միայն զուտ հանրային մուլտիպլեքսի, այլ նաև ցանցային օպերատորների տիրույթում։ Այս իմաստով կարող ենք ասել, որ մեր կարգավորումները գալիս են ինչ որ իմաստով ավելի արդար լինելու ամբողջ ինդուստրիայի նկատմամբ, բայց ինչպես դուք էլ նշեցիք, մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաալիքները շարունակում են ոչ առնվազն հաշվի առնելով ներկա իրավիճակը այս ոլորտում մեծ գումարներ վճարել մուլտիպլեքսով թե մայրաքաղաքում, թե մարզերում եւ թե հանրապետական ծածկույթում հեռարձակվելու համար, մի բան, որը որ բնականաբար չի տարածվում, օրինակ ցանցային օպերատորների տիրույթում հեռարձակվող կամ ինչպես ասում ենք մալուխային հեռուստատեսության շերտում հեռարձակվող հեռուստաալիքների համար, այնտեղ այլ խաղի կանոններ են գործում, բիզնեսը բիզնեսի հետ եւ այս իմաստով իհարկե չունենք մեկ միասնական ընդհանրական խաղի կանոն, սակայն եթերի բովանդակության տեսանկյունից ակնհայտ է, որ այս փոփոխությունները գալիս են ինչ որ իմաստով առնվազն նվազագույն համընդհանուր կանոններ սահմանելու բոլոր հեռուստաալիքների համար եւ որ ոչ պակաս կարեւոր է նաեւ մենք այս փոփոխություններով որոշակի ստանդարտներ ենք սահմանում նաեւ դիստրիբյուտորների համար, այսինքն եւ խախտումների պարագայում ձևակերպում ենք սանկցիան, այսինքն որ պարագայում հանձնաժողովը հնարավորություն կունենա կամ կասեցնել կամ դադարեցնել լիցենզիան, իհարկե թողնելով երկխոսելու որոշակի հնարավորություն հենց օրենսդրությամբ ցանցային օպերատորի հետ, այսինքն ցանցային օպերատորը խախտման պարագայում, եթե համագործակցային եղավ ըստ էության, մենք ոչ թե կմտնենք պատժի կամ սանկցիայի դաշտ, այլ պարզապես կկարգավորենք, հոգ կտանենք, որպեսզի հենց ինքը ցանցային օպերատորը իրականացնի այդ գործառույթները եւ ոչ թե հանձնաժողովը արդեն սանկցիաներ կիրառի ցանցային օպերատորների նկատմամբ։ Իսկ հաջորդ հատվածին թերևս պարոն Հակոբյան Շատ լավ, խնդրեմ։ Ձեզ էլ հետ կհասնի կտանք, որտեղ այնտեղ էլի հարցեր կլինեն նախարարին, պարոն Հակոբյան, ձեզ առանձին խոսք կտամ։ Շատ լավ, այսինքն գոնե առնվազն այդ լրատվության եւ ընտրությունների մասով հավասար դաշտ են բերում, այսինքն եթե պայմանական որևէ հանրային մուլտիպլեքսի հեռուստաընկերություն նախընտրական շրջանում, ասենք 30 րոպեից ավել չի կարող որևէ եթերաժամանակ տալ, դա պետքա տարածվի նաեւ ցանցային օպերատորներով հեռարձակվող հեղինակազորված այդ ալիքների նկատմամբ, էլի որ նաև հավասար պայմաններ լինի։ Միայն լրատվականը չէ, ընդհանրապես։ Այդ ինչպես դուք թվարկեցիք, հա, սկսած պորնոգրաֆիկ նյութերից մինչև այո, այն ինչ ամբողջը նկարագրվեց, այո, մասամբ կամ մեծավ մասամբ դա ենթադրում է լրատվական նյութերին, տեղեկատվական տարատեսակ հաղորդաշարին, բայց ոչ միայն։ Այո, սա նաև ինչ որ առումով պաշտպանություն է հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների համար էլի արդար է դաշտ բերելով բոլոր խաղի մասնակիցներին համեցեք պարոն Հասանով